Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Թուրքիայում ցանկանում են միջուկային զենք ստեղծել և սպառնում 72 ժամվա ընթացքում մտնել Իսրայել։ Ադրբեջանում էլ Թուրքիայի բողոքի ակցիաները որակում են որպես թուրքական Մայդան, իսկ Ռուսաստանին անվանում օկուպանտ ուկրաինական հարցում։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Նախորդ շաբաթ Իսրայելն էր սպառնում Թուրքիային, իսկ այս շաբաթ արդեն Թուրքիայի Սոնար հետազոտական կենտրոնի սեփականատեր քաղաքական վերլուծաբան Հաքան Բայրակչին մեկնաբանելով Իսրայելի եւ Թուրքիայի միջև հնարավոր պատերազմի հարցը հայտարարել է. թուրքական բանակը Թել Ավիվ կմտնի 72 ժամվա ընթացքում։ Թուրանսկի Էքսպրես թելեգրամյան ալիքի փոխանցմամբ Թուրքիան շարունակում է Ադրբեջանին պատրաստել պատերազմի։ Su-25 Lachen գրոհային ինքնաթիռը, որը ծառայել է Ադրբեջանին եւ նախկինում արդիականացվել է Թուրքիայում, կհամալրվի թուրքական նորագույն Som B1 թևավոր հրթիռներով։ Ալիքի փոխանցմամբ Թուրքիայի նպատակն է Ադրբեջանի զինված ուժերի ամբողջական ինտեգրումը պանթուրքական ռազմաքաղաքական բլոկի շրջանակներում։ Իսկ ադրբեջանական քաղաքական էլիտաները ոչ միայն դեմ չեն նման սցենարին, այլ ընդհակառակը ակնածանքով ընդունում են ճակերտավոր մեծ եղբոր նման համառ հովանավորությունը, ակնկալելով, որ դա կլինի բացառապես իրենց օգտին։ Սակայն նման ինտեգրումը անշուշտ չի հանգեցնի խաղաղության եւ կայունության Անդրկովկասում, գրում է ալիքը։ Թուրքիայում ցանկանում են միջուկային զենք ստեղծել։ Իրանցի լրագրողի օրագիրը թելեգրամյան ալիքի փոխանցմամբ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները հանդես են եկել Թուրքիայի կողմից միջուկային զենք ստեղծելու օգտին։ Աստիճանաբար թափ է առնում նաև միջուկային զենք ստեղծելու մրցավազքը։ Թուրքական Մայդան։ Էրդողանը ավելի ու ավելի է դժվարանում իշխանությունը պահելու հարցում։ Այսպես է ադրբեջանական Թուրանսկի Էքսպրես թելեգրամյան ալիքը մեկնաբանել Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաները։ Ամենասեղմ գնահատականներով Թուրքիայում ցույցերին մասնակցում է շուրջ 2 միլիոն մարդ։ Նախ գրում է Քլեչչատը։ Ցուցարարները պահանջում են ոչ թե ընդդիմադիր քաղաքական գործչի ազատ արձակումը, այլ արտահերթ ընտրությունների անցկացում։ Թուրանսկի Էքսպրեսի փոխանցմամբ փորձելով աշխարհաքաղաքական խաղեր խաղալ ու մի քանի աթոռների վրա միաժամանակ նստել, Էրդողանը ոչ միայն պարտվում է արտաքին քաղաքականության մեջ, ինչպես Սիրիայում Իսրայելի հետ կապված, բայց նաև անտեսում է ներքին խնդիրները, որոնք ակնհայտորեն ավելի շատ են անհանգստացնում Թուրքիայի քաղաքացիներին, քան արտաքին ճակատում Էրդողանի հավակնությունները։ Եվ նրա մրցակիցները հմտորեն օգտվում են դրանից։ Էրդողանը ակնհայտորեն չափն անցնում է, գրում է ալիքը։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ ընդամենը մեկ գիշերվա ընթացքում Սիրիայում Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել է մի քանի թուրք զինվորական։ Էրդողանին բոյկոտում է նաև Ֆրանսիան։ Թուրքիայում ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Էմամոլուուն Փարիզի պատվավոր քաղաքացիություն է ստացել։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետարանի կայքում։ Փարիզի իշխանությունները կարծում են, որ Էմամոլուի ձերբակալությունը ընդդիմությանը վախեցնելու փորձ է եւ նրան քաղաքի պատվավոր քաղաքացու կարգավիճակ շնորհելով իրենց աջակցություն են հայտնում նրան։ Իլհամ Ալիևն էլ ուկրաինական հարցում Ռուսաստանին օկուպանտ է համարում։ Դեպի նոր աշխարհակարգ ֆորումում Բաքվի բռնապետը հայտարարել է. Ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ մեր դիրորդ որոշումն այն է, որ մենք պաշտպանում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ես տեսանելի ապագայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության հեռանկար չեմ տեսնում։ Ռուսաստանը օկուպացված տարածքները հայտարարեց Ուկրաինայի մաս, ինչպես կարող են հետ կանգնել դրանից։ Ուկրաինան, ինչպես եւ մնացած աշխարհը, այս օկուպացված տարածքները համարում է Ուկրաինայի մաս։ Ադրբեջանը եւս դրանք համարում է Ուկրաինայի մաս։ Ադրբեջանում հերթական քաղաքական ակտիվիստն է ձերբակալվել։ Բինագադիի շրջանային դատարանը Ասաֆ Ախմեդովին կալանավորել են 3 ամիս 4 օր ժամկետով։ Ըստ նրա փաստաբաններին, Ախմեդովը կալանավորվել է այսպես կոչված հասարակական կազմակերպությունների գործի շրջանակներում։ Բանն այն է, որ Իլհամ Ալիևը հայտարարել է հասարակական կազմակերպությունների իբրև թե անօրինական գործողությունների դեմ միջոցներ ձեռնարկելու մասին։ Նշենք, որ ասվածի համատեքստում ավելի ուշ ձերբակալվել էր եւս մեկ հասարակական ակտիվիստ Անար Աբդուլլայևը։ Արեստացին Ադրբեջանի Նասիմի շրջանային դատարանում էլ ավարտվել է ռազմական փորձագետ Ադալատ Վերդիևի քրեական գործի դատաքննությունը, ով մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տարածելու մեջ։ Հախին Ազի փոխանցմամբ Վերդիևը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։
Խոշոր կիբերհանցագործություն է տեղի ունեցել Ադրբեջանում։ Ընդամենը 1 օրում կիբերհանցագործները Ադրբեջանի քաղաքացիների քարտերից գողացել են գրեթե 40,000 մանատ եւ $595։ Այս մասին հայտնել են այդ երկրի ներքին գործերի նախարարությունը։ UFC ադրբեջանցի բռնցքամարտիկ Ումար Նուրմագամեդովը Բաքվի փոխարեն ընտրել է Աբու Դաբին։ Ռուս բռնցքամարտիկ Պետրյանը մենամարտի է կանչել Ումար Նուրմագամեդովին, ով ընդունել է մարտահրավերն ու հակառակորդին Աբու Դաբիի ռինգ հրավիրել հոկտեմբեր ամսին։ Ադրբեջանցի երկրպագուները նեղսրտել են իրենց բռնցքամարտիկի որոշումից։ Նրանց մասնավորապես անհանգստացրել է այն, որ մենամարտի համար Բաքվի փոխարեն Նուրմագամեդովը ընտրել է Աբու Դաբին։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։